Էկոծառայության, պարեկային ծառայության հիմնումից հետո խնդիրներ է առաջացել այն գյուղական վայրերում, որտեղ որ գյուղատնտեսությամբ են զբաղվում հիմնականում լոբու այդ ձողերի հետ կապված, մեր լեզվով ասած սարիների հետ կապված մարդիկ, որոնք որ օգտվում են անտառից կոնկրետ այդ տեսակի, մեծ տուգանքներ են գրվում եւ նաեւ վերջերս հիմա այցի շրջանակներում գործընկերոջս հետ այց էին կատարել, այս խնդիրը բարձրացրել են, սրա լուծումը ոնց է պատկերացնում, որ սահմանամերձ համայնքում ապրող մարդը, որը որ իր համար դա կենսական նշանակություն ունի, իր ապրուստի միջոցն է, կոնկրետ տուգանվում է, ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ մարդը կարողանա բնականon իր կենսագործունեությունը ծավալել եւ երկրորդ հարցս հետեւյալն է, վերջերս եւ համացանցում եւ մենք էլ ենք բազմաթիվ դիմումներ նամակներ ստանում, կա հետեւյալ խնդիրը, շինարարությամբ զբաղվող ընկերությունները մայրաքաղաք Երևանում երբ որ շենքեր են կառուցվում, այն հարակից տարածքի բնակիչներին ստիպված են լինում տարիներ շարունակ այդ բանը, այդ փոշին շնչելու, այսինքն ես չգիտեմ, դա ձեր գերատեսչության լիազորությունների շրջանակում է, որպեսզի պարտադրվեն այդ շինարարական կազմակերպություններին այդ ցանցերը դնելու եւ մենք դեմ չենք շինարարությանը, կողմ ենք, թող շինարարությունը ինչքան հնարավոր շատ լինի, բայց այն մնացածն էլ երեխաները բակերում ստիպված չլինեն շնչել այդ փոշին ու կեղտը։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, առաջի խնդրի վերաբերյալ ես երեք մեր պատգամավորներից Արմենը Խաչատրյան նույնպես ասեց, տեսեք, եկու պարեկի համար անտառից որևէ փայտ դուրս բերելը, եթե դա սահմանված չի կարգով, ապօրինություն է եւ նման դեպքերը եթե արձանագրվել են, այս պատճառով են արձանագրվել։ Գիտեք, ես իհարկե իմացել եմ եւ կփորձենք որևէ լուծում տանք, բայց անտառից լոբու այգի հիմնելու համար այդ փայտի այդ համապատասխան բաները առանձին որպես գործողություն չեն կարող կազմել, չեն կարող գնալ այդ փայտից գտնել եւ տալ քաղաքացուն, որ իր այգին տնկի, բայց քանի որ տենց պահանջարկ կա, բան կանենք, փորձենք լուծում գտնենք։ Սա անտառ կառավարման մի հատ կամ անտառի պահպանության մի հատ առանձին խնդիր է, որը առանձին լուծում պետք է գտնի։ Երկրորդը փոշու հետ կապված առհասարակ Երևանում փոշու քանակի հետ կապված, որոնց աղբյուր է հանդիսանում նաև շինարարությունը, ուրեմն օրենքով կարգավորումները կան, մենք առաջիկայում ավելի խստացնող որոշակի կամ ավելի շիշտ ոչ թե խստացնող, այլ օրենքով կսահմանենք սարքեր, որոնք կօգնեն փոշու նստեցման այդ process-ը շինհրապարակներում իրականացնել, վերահսկողությունը ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնինն է, ստուգայցեր լինում են, աշխատանքները վերահսկողության իրականացվում են, բայց այո, դեմ չեմ, որ այդ իրավիճակը մեզ էլ չի գոհացնում, բայց տեսչականի հետ աշխատում ենք, փորձում ենք նաեւ օրենքով սահմանված են միջոցառումները, որ շինհրապարակներում կամ հանքարդյունաբերության մեջ պետք է կիրառվեն եւ իրականացվեն, արվեն դրանք։ Խնդրեմ, պարոն Դանիելյան, այս խնդիրը պետք է լուծում ստանա, եթե օրինակ պետքա որ անտառտնտեսությունը ինքը հենց այդ գործառույթը կատարի գյուղացին իրենից վերցնի, չգիտեմ, ինչ որ մեխանիզմներ պետք է մշակենք, որ մարդու աշխատանքները չտուժեն, էլի, իսկ ինչ վերաբերվում է դրան, այդ խնդիրը շատ լուրջ է եւ ոչ միայն շինարարության, այլ քաղաք մտնող այդ հանքերը որ կան, բավականին լուրջ այդ փոշին ու կեղտը բավականին լուրջ անհարմարություններ է ստեղծում մեր հայրենակիցների համար եւ այս խնդիրը պետք է անհապաղ լուծում տրվի, որովհետեւ արդեն քաղաքում շնչել հնարավոր չի։ Պարոն Դանիելյան, ասացի, որ առաջի հարցով փորձենք մտածել ինչ լուծում կարող ենք տալ։ Փոշու հետ կապված երկու շաբաթ առաջ կառավարությունը 5-ամյա միջոցառումների ծրագիրը ներկայացրեցինք, այսինքն այդ միջոցառումները իրականացնելուց հետո կարծում ենք թե մոնիտորինգի, թե աղտոտման մոնիտորինգի, դրա չափման մեր կարողությունների բարձրացման զուգահեռ, թե այլ իրավական միջոցառումների արդյունքում նաև էական փոփոխություն կունենանք օդի աղտոտվածության վերաբերյալ։